Ֆիզկուլտուրան թերևս միակ դասաժամն է, երբ Ագարակավանի դպրոցի աշակերտները չեն մրսում։ Ֆիզիկական ակտիվությունը օգնում է փոքր-ինչ տաքանալ կիսասուրճ դպրոցում։ 1975 թվականին կառուցված կրթօջախի պատերը բարակ են, պատուհանները փոխարինման ենթակա, իսկ ջեռուցումն ապահովում է դիզելային վառելիքով, որն անարդյունավետ է։ Այնինչ դպրոցի շենքի հարևանությամբ արդեն տեղադրված են արևային կայանները, նախատեսված նոր ու ժամանակակից կրթահամալիրի տաքացման համար։ Շատ տեղիներ, որ մեր համար նոր դպրոց են կառուցում, նոր դպրոցի աշխատանքները բավականին արագ, լավ եւ որակով են տանում, մինչայլոց ամեն օր հետևում ենք նաեւ այդ շինարարական աշխատանքներին։ 79 թվականից դպրոցում կան գործում են լաբորատորիաներ, բայց այդ սարքավորումները, հնարավորությունները չունենք, ինչը որ նախատեսվում է նոր դպրոցում։ Արտաքինից բարեկարգ դպրոցը, որտեղ նաև նախակրթարան է գործում, պարզվել է վթարային է եւ վերանորոգման ոչ ենթակա, ինչով պայմանավորված էր 2025-ի հունվարից մեկնարկել է նոր կրթահամալիրի շինարարությունը։ Այստեղ կգործի նաև երկու խմբի համար նախատեսված նախադպրոցական հաստատություն։ Ագարակավանի դպրոցում ներկայում սովորում է 105 աշակերտ, անհրաժեշտության դեպքում պատրաստ են ընդունել նաև հարևան համայնքների դպրոցականներին։ Հարակից գյուղերից կարծեմ միայն Դիանից է մեր մոտ գալու, որտեղ շատ փոքր թվով աշակերտներ։ Ներկա դրությամբ Կաքավաձոր բնակավայրում է հիմնանորոգվում դպրոց, ներքին Սասնաշենում նույնպես կառուցվում է դպրոց։ Մնացած բնակավայրերում նույնպես վիճակը լավ է դպրոցներին, թվում է խնդիր չկա։ Դպրոցաշինական ծրագրերը բազմաթիվ են։ Ագարակավանի դպրոցի շինարարը միանգամից 2 կրթօջախի կառուցման աշխատանքներ է կատարում։ Դա չի խանգարում 1.5 միլիարդ դրամ արժողությամբ այս ծրագիրը, որի վերջնաժամկետը 2026-ի ավարտն է, ժամանակին իրականացնել։ Ասում է եռահարկ այս շինության բարեկարգման աշխատանքների 80%-ը կարճ ժամանակում արվել է։ Արևային ֆոտովոլտային համակարգն է տեղադրված 150 կՎտ հզորությամբ։ Նախատեսվում է դրսում բակայի մարզադաշտ արդեն կառուցված է։ Մնում է խոտածածկը։ Մոտ ժամանակներս ավարտվելու է ամբողջությամբ բետոնային աշխատանքները, այս պահին նկուղային հարկում եւ առաջին հարկում։ Ընթանում են հարդարման, միջնորմերի շարման աշխատանքները։ Բավականին մեծ կրթահամալիրներ են լինում եւ մի քանի, ասենք, վարչական տարածք միավորող, բայց դրա հետ մեկտեղ թե ենթակառուցվածքները, ճանապարհները դեպի դպրոց տանող, թե նաև տրանսպորտի հարցը ամեն ինչը պետությունն իր վրա է վերցնելու եւ մենք չենք ունենալու մի կրթահամալիր, որը որ միացնող տվյալ կողքի գյուղերի ենթակառուցվածքները իդեալական չլինեն։ 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզին բաժին է հասել 42 դպրոց, որից 25-ը կառուցվում է, 17-ը հիմնանորոգվում։ Մարզպետը ուրախությամբ է արձանագրում, ունեն նաև արդեն ավարտած դպրոցներ, մեծ են ավարտական փուլում գտնվող հաստատությունները, իսկ մյուսները վստահաբար կավարտեն կառավարության ծրագրով սահմանված ժամկետում 2026-ի տարեվերջին։ Ծրագրերը երբ որ սկսել ենք, մոտավորապես սկսվել է 22 թվականին, 21 թվականին, 23 թվականին եւ այս պահին արդեն ավարտական փուլում են եւ այն դպրոցները, որ արդեն ավարտված են, դրանք էլ ավելի վաղ են սկսել, դրա համար ավարտված են, այսինքն process-ը մի օրվա process չի եւ տարիների process է եւ 26-ի արդեն կեսերին եւ սկզբին այն ինչը որ թիրախմեր մարզի մասով դրված է, վստահորեն կավարտենք։ Մարզպետն անիմաստ է համարում նաև այն շահարկումները, թե որոշ համայնքներում դպրոցներ են փակվում։ Այն դպրոցները, որոնք որ տեղափոխվելու են ու ընդհանուր կրթահամալիրում ծրագիրն իրականացվելու է, այդ դպրոցները տրամադրվելու է համայնքին եւ այդ դպրոցնում էլ կյանքը շարունակվելու է եւ որևիցե մի այլ գործունեություն է ծավալելու, որը կարա էլի կրթական գործունեություն լինի, մշակութային գործունեություն լինի, այսինքն այդ տարածքները որպես այդպեսին լինելու են համայնքային տարածքներ եւ համայնքային կյանքը շարունակվելու է այդ տարածքներում։ Կրթահամալիրները պատրաստ են ընդունել նաև հարակից քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցների սաներին, այսպիսով ապահովելով իրական կրթական միջավայր։ Վարդուհի Արզումանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։